ամենապիտանի բանը։ Ժամանակով արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ եւ խելացի մի թագավոր է եղել։ Նա ունեցել է 3 որդի։ Եղավ, որ այդ թագավորը ծերացավ եւ կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին։ Ուստի մի օր կանչեց որդիներին եւ ասաց. «Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել։ Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս։ Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը»։ Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը, այդ ինչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին։ Ահա տեսնում եք այդ ահագին եւ մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ։ Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, եւ որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը։ Այդ շտեմարանը մնում է դատարկ։ Եվ հիմա, ով ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով ծայր է ծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին։ Առեք գանձերիցս ինչքան որ կուզեք եւ առանձին ուղի ընկեք քաղաք է քաղաք, աշխարհ, գտեք այդ բանը եւ լցրեք իմ շտեմարանը։ Ձեզ 3 անգամ 40 օր միջոց եմ տալիս։ Որդիները համբուրեցին հոր ձեռքը եւ ճանապարհ ընկան։ Ամբողջ 3 անգամ 40 օր նրանք շրջեցին քաղաք է քաղաք, աշխարհ է աշխարհ։ Տեսան ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև։ Բարով եք եկել անգին որդիներս։ Գտել եք արդյոք եւ բերել ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում։ Այո, գտել ենք սիրելի հայր, պատասխանեցին որդիները։ Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին եւ գնացին շտեմարանի դուռը։ Այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները եւ շատ ժողովուրդ։ Թագավորը բացեց դուռը եւ կանչեց մեծ որդուն։ Ինչով կլցնես այս ահագին շտեմարանը, սիրելի որդյակ, ինչ բանով որ աշխարհում ամենապիտանին լինի։ Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուր հացահատիկ, պարզելով դեպի հայրը ասաց. «Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր։ Ինչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը։ Ով կարող է առանց հացի ապրել։ Շատ թափարեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա»։ Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն. «Ինչով կլցնես այս ահագին շտեմարանը, սիրելի որդյակ, ինչ բանով որ աշխարհում ամենապիտանին լինի»։ Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուր հող, պարզելով դեպի հայրը ասաց. Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր։ Ինչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը։ Առանց հողի հաց չկա, առանց հողի ով կարող է ապրել։ Շատ թափարեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա։ Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն. «Ինչով կլցնես այս ահագին շտեմարանը, սիրելի որդյակ, ինչ բանով որ աշխարհում ամենապիտանին լինի»։ Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը։ Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը։ «Դե ասա, որդի, ինչով կլցնես»։ Անհամբեր ձայնով հարցրեց հայրը։ Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն։ Շատ թափարեցի, շատ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ոչ մի բան չգտա։ Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում։ Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չեր լինի։ Շատ թափարեցի, շատ աշխարհներ տեսա եւ գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, եւ միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը։
ապրես։ Գոչեց ուրախացած հայրը։ Քեզ է արժանի գահն ու գայսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ եւ մարդկանց հոգիները։ Ապրած կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը։ Գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ։